Բարև ձեզ, այսօր ես ձեզ կներկայացնեմ Հռոմի կայսրության մասին։ Հռոմի կայսրությունը նախորդած և 500-ամյա պատմություն ունեցած Հռոմի հանրապետությունը թուլացել է բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով։ Քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և սենատում գերակշռվում էին առաջին կամ երկրորդ եռապետության կամ այն մասնակիցների աջակիցները։ Պատմաբանները մատնանշում էին մի շարք իրադարձություններ, որոնք բնութագրում էին հանրապետությունից կայսրության անցումը, ներառյալ Հուլիուս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիտակատար մ.թ.ա. 44 թվականը, Ակտիոնի ճակատամարտը մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2-ին և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր Օգոստոս կոչման շնորհիվ մ.թ.ա. 27 թվականի հունվարի 4-ին։ Օկտավիանոսը, լինելով շատ զգուշավոր և խորամանկ քաղաքացիական գործիչ, հայտարարեց, որ փրկել է Հռոմը, պահպանեց հանրապետության շրջանի որոշ տարրեր։ Կոնսուլները շարունակում էին ընտրվել, պլեբեյների տրիբունները շարունակում էին առաջարկել օրինագծեր, սակայն իրականում Օգոստոսն էր, ում ձեռքում էր գտնվում ամբողջ իշխանությունը, վերջնական որոշը կայացնելու իրավունքն ու բանակը։